Մի քանի օրվա դադարից հետո խնածախում երկու գիշերը մի քանի անգամ կրակոցներ են լսվել։ Պաշտպանության նախարարությունը մարտի 31-ին հայտնել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով բնակելի տուներ վնասվել։ Ադրբեջանական դիրքերից հայկական գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Պրոշյան համայնքի բնակիչներն այսօր վաղարավոտյան շուրջ 2 ժամ փակ են պահել Երևան-Աշտարակ ճանապարհը, պահանջելով կառավարությունից չեղարկել թիվ 25 երթուղու գործունեությունը դադարեցնելու որոշումը։ Երկուշաբթիից պետք է այս համայնքը սպասարկի Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը, որն ուղևորցը դարձնելու է 250 դրամ։ Պրոշյանցիները տարակուսած են, ասում են, սա լրացուցիչ ֆինանսական բեռ կլինի իրենց համար։ Կեսօրին մոտ միայն կառավարությունից արձագանքեցին համայնքապետի միջոցով ցուցարարներին հայտնելով, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը պատրաստ է երկուշաբթի ընդունել 20 բնակչի հարցը քննարկելու համար։ Պրոշյանցիները համաձայնվեցին եւ բացեցին ճանապարհը, հայտարարելով, որ եթե իրենց հարցը դրական լուծում չստանա, վրաններ են խփելու Փաշինյանի տան դիմաց։ Պահանջում եմ տրանսպորտի նախարարին դաստեղ այդ տենդերի համար պատասխան տա։ Ինչ իրավունք ունի մեր երեխեքի ձեռքից, մեր ձեռքից հացը թալանեն, թե մի քանի կոպեկ թոշակ ստանում են ու չկարողանան դարձնել երեխեքին, որ գնան դասի գան։ Դրա համար նախարարը թող կա ինքը պատասխան տա։ Թե Պրոշյան համայնքի գիծը շահավետ գիծա դրա համար տնի Ծառուկյան Գագիկի։ Ի Ծառուկյան Գագիկը ով է, բիզնես ունի ինքը, շատ բիզնես ունի։ Եվ ինքը մեծահարուստ է, իր համար միևնույն է, ինքը թալանի վրա է նստում։ Ո՞վ դիմեն թալանի։ Հարցերեք բոլորը, ես 3 հատ ուսանող ունեմ։ Ոնց է երեխեքին փոխտամ 1500 դրամ, որտեղ ստամ 36000։ Ամբողջ յուղը մտածում է, որ պետք է ավտոբուսը լինի, որովհետև հենց մենակ այս յուղի պատիվը պահելու համար 18 զոհ մենք մի օրում ենք տվել պատերազմի առաջը, չի կարելի հարգել այդ գյուղացուն։ Հենց պիտի հերոսի կոչում տան գյուղում, որովհետև 18 դիակ փողոցում շարված էր յուղի կենտրոնում։ Ով մոտիկացավ, ով եկավ ասեց, այս գյուղացիները ինչ վիճակի մեջ են։ Եվ հայտարարում է մեր պարոն վարչապետը, գյուղացուն ցեխից անում ենք, գյուղացուն ցեխից չի անում, ինքը գյուղացուն ցեխն է գցում ու տրորում։ Ասում են երկուշաբթի օրվանից է, հա, այդ փոփոխությունը լինելու։ Այդ փոփոխությունը երկուշաբթի օրվանից է լինելու, բայց արդեն 1 տարի է այդ խոսակցությունը գնում է։ Մեր գյուղապետը պայքարում էր դրա համար։ Ինքը 1 տարի պայքարել է, որ չփոխեն, բայց արդեն երևի իրան էլ, այսպես ասած, կողտվեցին ու հիմա ուզում են ինչի համար պիտի լինի, երբ որ Ծառուկյանի տղան բանակում չի ծառայել ոչ մի օր, տենդեր է շահել, բա փող ունի պիտի շահի ու հերոստացույցով ցույց էին տալի իր ոսկիները, իր կարողությունը, իր ամեն ինչը, որ իրան պիտի բռնեն, բռնագանձեն, բա ինչի չի բռնագանձեն։ Red Wings ավիաընկերության ուղևորները 1 օր չեն կարողացել Սոչիից Երևան թռչել։ Թռիչքը նախատեսված էր 3 ժամը 16:20-ին, սակայն հետաձգվել է մառախուղի պատճառով։ Այսօր միայն ժամը 17-ի սահմաններում է չվերթն իրականացվել։ Հակակոռուպցիոն դատարանը պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին թույլ է տվել մեկնել Գերմանիա 2 ամսով բուժման, սակայն որոշումից ժամեր անց դատախազությունը որոշել է հանրային քրեական հետապնդում հարուցել 5-6 տարի առաջ հարուցված քրեական գործով։ Այս մասին ահազանգել է նախկին պաշտոնյայի փաստաբանը։ Ըստ Խաչատրյանի պաշտպանական խմբի նա առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնց բուժման համար պետք է արտերկիր մեկնին։ Հակակոռուպցիոն դատարանում քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում ֆինանսների նախկին նախարարից եւ նրան փոխկապակցված 25 անձանցից ներառյալ որդիներից պահանջվում է բռնագանձել 210 անշարժ գույք, 13 տրանսպորտային միջոց եւ ավելի քան 33 միլիարդ դրամ։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանն արձագանքել է Իրանի հասցեին ԱՄՆ նախագահի սպառնալիքներին եւ հայտարարել, տարածաշրջանը չի կարող եւս մեկ պատերազմ հանդուրժել։ Դոնալդ Թրամփը մարտի վերջին սպառնացել էր Իրանին ռմբակոծություններով եւ երկրորդային մաքսատուրքերով, եթե երկիրը համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ երաշխավորելով, որ միջուկային զենք չի ստեղծելու։ Ֆիդանը Reuters-ի հետ զրույցում ասել է. «Մեջբերեմ, մենք չգիտենք, թե լարվածության ինչ սրացում կարող է տեղի ունենալ նման հարձակման դեպքում, ուստի չենք ցանկանում, որ Միացյալ Նահանգները որևէ հարձակում ձեռնարկի Իրանի վրա», ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Թրամփը ԱՄՆ-ում TikTok-ի գործողությունը եւս 75 օրով երկարացնելու հրաման է ստորագրել։ Նա հայտարարել է, Միացյալ Նահանգներն անհամբեր սպասում է TikTok-ի եւ Չինաստանի հետ գործարքի ավարտին։ Երթմնակալությունից անմիջապես հետո Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով TikTok-ի արգելքը Միացյալ Նահանգներում հետաձգվել էր մինչեւ ապրիլի 5-ը։ Թրամփն այն ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ն պետք է ստանա TikTok-ի բաժնեմասերի կեսը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը պաշտոնանկ է արել իր տեղակալի Նովրուզի ժամանակ կատարած շռայլ անձնական ճամփորդության համար։ Իր որոշման մեջ Փեզեշքյանը նշել է, որ հաշվի առնելով բազմաթիվ տնտեսական դժվարությունները, պաշտոնյաների շռայլ ճամփորդությունները հակասում են Իրանի պաշտոնյաների կողմից ակնկալվող մինիմալիստական ապրելակերպին։ Երևանում եւ մարզերում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ, ապրիլի 6-ից 10 առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում։ Վաղվանից ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա։